Այսօր ճամբարի վերջին օրն է, միավորները այնքան բարձր չեն, որ ես վստահ լինեմ, որ ես կկարողանամ անցնել կիսաեզրափակիչ փուլ, այնքան շատ է ուզում գայ, որ նույնիսկ ձմեռ պապիկը գիտեր իմ ցանկության մասին ու ինձ նոր տարվան նվեր Arm Games ճամբարի տոմս էր նվիրել։ Հույս ունեմ, որ այսօր միավորներս կշատացնեմ ու կարողանամ մտնել կիսաեզրափակիչ փուլ։ Այսօրվա խաղերը ահավոր որոշիչ լինելու, թե երեխեքի համար, թե իմ համար, որովհետև փորձելու եմ շատ միավորներ հավաքեմ, որ հասնեմ եզրափակիչ ու ընդհանրապես հաղթեմ։ Ես վերադարձա ճամբար, վստահ եմ, որ երեկոյան գժական օր են անցկացրել, ես զանգել եմ, տեղեկացված եմ եղել ամեն ինչից, իսկ այսօր շատ հավես մի հատ խաղ է կազմակերպված առավոտյան, խաղը կազմակերպել է Թուգիս հավելվածով, ամեն թիմից, այսինքն առավոտյան խաղը գիտեք սենյակներով է, ամեն սենյակից մեկական հոգի գողացել եմ, պահել եմ ինձ մոտ եւ սենյակով ամբողջ այդ թիմով պետքա գտնեն, ով առաջինը գտնում է, ստանում է 3 միավոր, երկրորդը 2 միավոր, ով վերջինն է գտնում 1 միավոր։ Այո, ինչպես նշեցի, խաղը կազմակերպվել է Թուգիս հավելվածով, ամբողջ այդ process-ը նրանք իրենց հեռախոսներով են եղել եւ հավելվածի միջոցով են արել։ Թուգիս հավելվածը ոչ միայն ճշգրիտ քարտեզ է, այլ նաև նրա միջոցով դուք կարող եք հստակ իմանալ ձեր ընկերները որտեղ են գտնվում։ Ոչ միայն ընկերները, ծնողներն կարող են իմանալ որտեղ են իրենց երեխաները։ Թուգիս հավելվածի ճկուն բազմաֆունկցիոնալ հնարավորությունների միջոցով երեխաները կհաղթահարեն իրենց առջև դրված տրամաբանական խնդիրները։ Մինչ պատանիները արդեն սկսել են փնտրել իրենց սենյակի մասնակիցներին, ասեմ ես հատուկ վերցրել եմ այստեղ Անրիին, Մանեին եւ Արփիին։ Էլի խաղ։ Արդեն չեք զարմանում։ Դոզեց էլի խաղ։ Լուծեք հավասարումները եւ հասկացեք, թե սիմվոլներից ամեն մեկը ինչ թիվ է։ Կռայեք գաղտնաբառը եւ բացեք հեռախոսը։ Երբ հեռախոսը արդեն բացված լինի, բացում եք Թուգիս հավելվածը, մտնում ընկերներ բաժինը եւ կտեսնեք ձեր ընկերոջ ճշգրիտ գտնվելու վայրը։ Քարտեզին հետևելով գտնեք նրան եւ ազատեք գաղտնաբառ։ Դրեք արին հետ են գա։ Ընկերոջը։ Բայց չկա։ մանեն։ Հոգան մանեն։ Ոնց եք սիրելիներս։ Վատ։ Բա ոնց է քո թիմը արեց քեզ պայքարելու Անրի։ Չգիտեմ։ Հասկացա։ Ինչ եք կարծում, ում առաջինը կգտնեն։ Ինձ։ Քեզ վստահ ես, Իմ կատիկով ինձ։ Իմ գործկոմի չեն գտնի։ որ դու ընդեղ չես դրա համար, թե դու իրան չես հետաքրքրում։ Չեն կարող գտնի։ Ամեն ինչ անում ենք ուղեղով, նայեք։ Գրիչը տուր։ Գրիչը տուր գնացին։ Կայծակը, եթե մի վարքյան, եթե Կայծակ գումարած ես, հավասար տաս։ Սրանք հենց 4 անենք, հետո այս դրանք 4-ը իրար հետ մի րոպե, սուսեք, այս դրանք 4-ը իրար հետ հավասար է 20, այսինքն 20-ը բաժանում ենք 4-ի, սա լինում է մարդը 5։ 5, 3, 2, շուշուտ։ 5, 3, 2, հետո հիմա 10։ Մի վայրկյան, գումարած, մի վայրկյան արագ։ 5, Սուսեք հլը։ 10, 15, 4, 14, 14, 3, 17։ Մի հատ է 5 Գումարած 5, 10, գումարած 4, 14։ 3, 4 ու կլինի 10։ Հիմա այս մենք էս հələ չգիտենք։ Այս լինում է 3, այս լինում է Այս դրանք է 5 են։ Էսի 5 է։ 3, 4, 7, 5, 5 3 Բացի 5 գումարած 5 գումարած 3 գումարած 4։ Ուրեմն մի րոպե 5-ին գումարում ենք 4, գումարում ենք 3, Ադամանտը չգիտենք, գումարում ենք էսի հավասար է 3, 5 7 3 4 7, 3, 4։ 7, 3, 4, 5, 7, 3, 4։ 5 7 3 4 5, 7, 3, 4 Թուգիս Յոպե հիմա մտնում ենք Թուգիս։ ու ընկերներ բաժինը։ Հինա։ Հեսա մանեն, գնացինք։ Այս տեսնում առաջին թիմին Անրին կարծես թե ճիշտ էր, հաստատ քո սենյակը չի, որովհետև աղջիկներ են գալիս։ Ես գնամ դիմավորեմ։
Ապրեք երեխեք։ Հլասեք ում եք եկել փրկեք։ Մանեին, ճիշտ է։ Մանե եկան քեզ փրկելու։ Արեք գրկե։ Անրին հազդվել է։ Յանա, մանեին թողել եք մենակ սենյակում։ Ստեղ գերի է վերցրել։ Գերուհեք մոռացել եք ձեր։ Երեխեք ջան, շնորհավորում եմ ձեզ, դուք ունեք 3 միավոր։ 3 միավոր։ Մասնավորապես դու շատ պետք է ուրախանաս Գայանա։ Բայց դու երևի չգիտես։ Չեմ կարող ասեմ, բայց դու շատ պետք է ուրախանաս։ Յա, հələ սրան նայ, հա։ Ինչ է կարծում, երկրորդ ով հետևից կգան։ Ուսան։ Այսինքն դու մտածում ես քո հետևից չեն գալու։ Հազդվել ես դրիվաները։ Կեժամ նոր հազիվ ասել։ +7 հավասար է։ Թող սուսեք, նախնաբառը տվեք։ Ենք արդեն։ Այսինքն 5 3 4 բացվեց։ Մտնում ենք թուգից հավելված։ Հես Անրին։ Հելանք։ Այ միջայլոց, առաջին թիմը 50 քանի վայրկյանում լուծեց խնդիրը ու շատ արագ հասավ ստեղ, ֆանտաստիկ արդյունք է։ Հիմա մոտավոր 2 րոպե անցել է, դեռ մարդ չի եկել։ Ստեղ Արփին ասում է իմ հետևից են գալու, Անրին հանձնվել է։ Ասում է ինձ հաստատ չեն գտնելու։ Ահա, Անդրի, տղաներն են գալի, բա դու չէի հավատում։ Դες բան չես շնորհ։ Անին ասում է չեմ հավատում։ Երբ գտանք Անրիին, տեսանք, որ Անրիի հետ մի աղջիկ էլ կար, դրանից հասկացանք, որ աղջիկների մյուս սենյակը արդեն ազատել է իր մասնակցին ու արդեն պարզվեց, որ մենք երկրորդ տեղում ենք։ Տղեկ շուտ արեք, սառել են այստեղ։ Ում հետևից եք եկել, Դավիթ ջան, ում? Անրի։ Բայց ասեմ ձեզից առաջ մի հատ թիմ ա եկել, շատ արագ լուծել ա խնդիրը։ Ում պատճառով եք հետ ընկել, ասեք ինձ։ Տարբեր երախանգարում ենք զուտ։ Իսկ ով էր որ հասկացել է լուծման հարցը։ Զորոն հասկացավ, այս մի Զորոն բան արեց, ասես ես ձեր հետ կտրի։ Չէ։ Հասկացել, մյուսը հասկացել է, մյուսը խանգարել է։ Ես իրան չլսեցի։ Դու խոսում էինք, չիմացա ինչի մասին է։ Զոր դու ճիշտ ես ասել։ Զորո ջան, դու միշտ քո ասածը առաջ տա, լավ գնացեք Անրին փրկեք։ Արի, գնա, արի։ Չէր հավատում։ Լսում ես թիմում մտ ինչա տեղ ունեցել, Զորոն ճիշտ ասել է, մի Զորոն խանգարել է։ Ասելա ձեր հետ կտրի։ Գնացեք, լավ, գնացեք, ես գնամ Արփիի մոտ, Արփի։ 5 4 3 Երեք, էսի կարող է լինի 5-ը։ Դու արդեն ամեն դեպքում հասկանում ես որ էլ չես վստահի, հա։ Դու պետք է դեր լինեիր, է։ Այս վերջի թիվը 4-ը, հա։ Այստեղ 3 Կայծակը բա ինչ եղավ, կայծակը 3 եղավ։ Էսի 4, հա։ էսի 4, էսի 3, 5-ին գումարած 5 եղավ 10, 10-ին, հա, եղավ 3, ստեղ էլ 5 7 3 4 Բացվեց։ Բացում ենք ընկերներ բաժինը։ Եղեք հեսա։ Արփին գնացինք երեխեք։ Մոտավոր 8 րոպե անցել է, ոտերս իրականում սառել է, քո մոտ ինչ չեք, հա։ Ոտքեր սառել։ Հենա վերջապես եկան։ Սառեց ձեր սենյակի աղջնակը։ Շուտ արեք։ Մեկ է, քուրիկներ շուտ արեք։ Երեխեք ջան, քանի որ բոլորը շատ սառած ենք, ասեմ որ դուք ձեր թիմով ունեք մեկ միավոր, հիմա շուտ Արփին վերցրեք ու գնացեք տաքանալու, գնացեք տաքսուց խմելու։ Գնացեք, Արփին ձեզ ներել է իր սրտի մեջ, երեխեք։ Արփին ձեզ ներել է։ Ասեմ որ հեսա ձեր ծնողները հասնում են։ Մենք սկզբում սխալ էինք հասկացել առաջադրանքը, բայց որովհետև վանդակների մեջ տարբեր թվեր էինք տեղադրել, կախնաբարը սխալ էինք ստացել։ Իմ կարծիքով ես կիսաեզրափակիչ փուլ չեմ անցնի, որովհետև միավորներս ցածր է։ Այո, մեր մասնակիցների ոչ բոլոր ծնողներն են եկել, բայց ընտանիքները կան, որ ամբողջ ընտանիքով են գալիս։ Հեսա շուտով կհասնեն ու ասեմ որ գժական բան է սպասվում ծնողների հետ միասին։ Let's go nothing else. Dreams on hold, pray I won't let go, don't let go this morning.
Երեխեք արդեն ես ամեն թիմին ասեցի իր միավորները, աղջիկների ո՞ր սենյակն է ձեր նման։ Էլի առաջ երեկվա նման առաջի սենյակը 3 միավոր, տղաները 2, մյուս սենյակի աղջիկները մեկական միավոր վաստակեցին բոլորը։ Ամեն ջան ո՞նց է։ Այդ տղա որ ժպտում ես նենց սիրուն ես դառնում, մի ժպտա։ Զորո ջան դու ո՞նց ես։ Նորմալ ասա, հասկացա։ Լավ, Ժորժ ջան, հիշում եք որ աստծի ծնողներն են գալու։ Եկել են։ Այո։ Կանչեմ, հա։ Այսը կանչեմ գան։ Մանե դու ես։ Մանեն ուրա բա։ Մանեն ուրա։ Մանե ինչ եք բերել երեխեք։ Լավ, ես ծնողներին ասեմ արդեն գան։ Խնդալու ինչ եք ծափարում, բայց ինչ են ծափարում, երեք դիմավոր եք ձերոնց, ծափարում եք։ Ուրա պապ եկել է։ Այո Արին Ագին ուրախացավ ինձ տեսել։ Ես գտել եմ նոր հրաշքի, ինչ է քո անունը։ Ադրիանա։ Ադրիանա դու քուրիկն ես։ Ես Կարինայի։ Արտակի։ Մեկի Կարինայի։ Հա։ Հասկացա։ I am in trouble, feel so reckless, I won't regret it. All amped up, let's flip on the double. So exposed, just one touch and I'm shot deep down. Yeah, it's fun, but I can't stop now. 'Cause you're Այսօր մեզ շատ կարևոր ու դժվար օր է սպասում, մենք միավորներով առաջատարներից մեկն ենք։ Հա, պիտի նենց անենք մինչև վերջել առաջատարը մնանք, որ կիսաժապակցի մասնակցենք։ Այս տաք շոկոլադով խմենք մեր հաղթանակի համար։ Նախ եւ առաջ բոլորիդ ողջունում ենք։ Մենք շատ հավես 4 օր ենք ունեցել ձեր երեխաների հետ, բոլորը յուրատու կերպարներ են։ Մի քանիսին ես ճանաչել եմ, մեծամասնության հետ նոր եմ ծանոթացել, բայց ուզում եմ իմանալ, որ շատ հետաքրքիր կերպարներ ունեք, էլի։ Գիտեմ, որ ծնողների կան չեն կարողացել գան տարբեր պատճառով, հա, աշխատանք կլինի կամ ուղղակի չի ստացվել գալը։ Մի քանի անդրադարձ կան մի քանի երեխեքի հետ կապված, մենք ունենք այս պատմական էր մեր համար, երկու զույգեր ունենք, էլի, երկու քուր աղջիկներ ու երկու տղեկ աղջիկներ։ Դե տղեկը մեր ճամբարի էներգիան են եղել բոլոր առումներով, այսինքն մեր ճամբարի ամեն ակտիվներն եղել են Արմանն ու Արմենը։ Ու հավատացեք բոլոր առումներով։ Այսինքն աղմուկ կար, դե Զորոն, ով որ Զորոն գիտի կամ չգիտի, Ժորժան, Զորոն որ խոսում է, ոնց որ բոլորի ձայնը փակվում է։ Ուրեմն Զորոյի պատճառով բոլորը վազում էին գիշերը, նույնի գիշեր ա եղել, էլի։ Իրանց մի փոքր զիջում էին Արմանն ու Արմենը, բայց Արմանի պահը ինձ միշտ դուր ա եկել, միշտ երազել եմ զույգ երեխեք ունենամ, այդ իրար լրացնելու պատժքի պահը շատ ֆանտաստիկ լավ ա եղել, կրակոտ երեխեք է շատ, քուրիկները մի հատ շեդևր են։ Մի հատ խաղի պատմությունը պատմեցի ծնողներին, այդ հենց չեմ պատմում։ Մի հատ խաղից բան պատմեմ, ուրեմն խաղը ասենց բոլորը վայրենավարի, իրար այս կողմ, այն կողմ, ասենց գցում են, տանում են, այս կողմ ու նայում եմ առանձին քույրիկներ, ասենց հանգիստ, գցում է, ասենց նայում է, ասենց գցում է, նայում է, ասենց գցում է, հետո մոտեցել եմ ասում, երեխեք, բա ինչի տենց ակտիվ չեք անում, էլի։ Ասում է, չենք ուզում շատ մոտենենք, բա որ մեկ այդ փետը վրեց քսել ու վնասվել են, բայց հələ մի հատ էլի, Արիկ Վանաձորցի ակցենտով նույնն ասա, էլի։ Ասենց շատ հանգիստ, առանց միմիկա դա ասեմ, ոնց ասեցի։ Ինչ ասեմ։ Որ մեկը դեր որ ասեց, դու էիր։ Հələ արի, եղել է, արդեն տարբերում եմ,
Հա, որ բանը կարողա ձեռները տակ մնար։ Ասում եմ վախենում ենք, որ փայտերի տակը կմնան, ինքս էլ վերևից էր գցում, էլի, ցենց փայտեր են մեծ, պետք է թեքեն մյուս գույնը իրանց նայել, իսկ գցում էր ու կանգնում էր վերև, ասում եմ վախենում էր, որ վերևը մնար։ Չգիտեմ, ով որ ճանաչում եմ ընտանիքին, իմ աղբերս հեսակահասն են, մեր փուճուր մանեի ծնողները, մի 20-25 օրից զույգ աղջիկ են ունենալու, էլի, ինձ որ այդ բանը մեր տուն էլ է գալիս։ Ես զույգ տղա չունեցա, Ժորժ ջան, աղբերս զույգ աղջիկ է ունենում։ Մեր ճամբարի միանշանակ որ սպորտային աղջիկները երկու հոգի են, այդ Լիլին ու Մանեն են, երկուսն էլ շատ սպորտային են, Մանեի ծնողը չի եկել, Լիլին եկել է, իրականում շատ սպորտային երեխեք են ու այդ դրա արդյունքում էլ իրանց թիմերում բավականին մեծ դեր էին տանում, զուտ իրանց բախտը չէր բերում հաճախ թիմեր ընտրվելուց, մեր մոտ այդ վիճակը կա։ Մեր մոտ առաջատար աղջիկներից Անին է, միավորներով, Անին միշտ եղել է, ոնց որ տղեկը միշտ մի 3 հոգի, Արման դու ես չէ առաջ, Արմանը, Անդրին ու Վարդանը միշտ այդ առաջ տեղով գնում են տղաներից, աղջիկներից Անին է ու մեկ էլ անհավանական մի լուսավոր մարդ Արփին շատ փոքր է, ու նա շատ ծիծաղելու բան կար, կենսաբանության հետ կապված խաղեր, կենթանիների հետ կապված ու Արփին դեռ չի անցնում էլի կենսաբանություն, այդ խաղը Արտակը հաղթեց, նույնիսկ բավականին լավ հաղթեց, առաջին խաղն էր, մեկը տղես եկել ասեց ամ, պապա գիտես ի՞նչն եմ հասկանում, ոնց կար Արփին գրավի երկրորդ տեղը, երբ որ ինքը դեռ կենսաբանություն չի անցել։ Մեր տարածքում մի հատ կերպար կա, արի էլի Յանա։ Մի հատ խնդրում եմ նայեք այս հրաշքին։ Եկել է քո ծնողը։ Յանան, Ժորժ ջան, ընդամենը 8 տարեկան է։ Երբ որ ինձ ասին 8 տարեկան երեխա գալու, արևը նոր եմ ասել Վիկան գա։ Որ ասի 8 գալիս է, ուրեմն 9 տարեկան էր կարա գա։ Մանեն չգիտեմ ուր է Ժորժ ջան։ Մանեն, ասեք որ Մանեն էս ճամբարի ուրախությունն է, Ժորժ։ Մանեն մի մեծ ուրախություն է, բայց Մանեին մենք վստահում էինք Յանային։ Մենակ Յանան էր կանում Մանեին սուսացեց, ասում եմ աղջիկ ջան, մի հատ սուս մնա։ Ես ուզում եմ հասկանամ ոնց կարա 8 տարեկան երեխան այսքան հավաքված լինի, էլի, ապրես, բա որ բոլոր խաղերին ուզում եմ մասնակցի։ Մենք մեր ճամբարի երեխեքի համար մի հատ նվեր ունենք, ուզում եմ բոլորիդ համար ճիշտ ասած լրիվ մեր ուզածը չի եղել, անկեղծ ասած, բայց ոնց որ սենց Armgames-ի ոչ աշխատանքային օրերի հաշվին ստացանք։ Հիմա բոլորը գնում եք այնտեղ ձեր ասած ռազմերներով եմ բոլորը վերցել։ Մինչև երեխեքը հուդիները գնան փորձեն, մենք ստեղ բավականին շատ գործընկերներ ունեն, որ շատ նվերներ են ուղարկել մեզ, այս պահին վստահ եմ Ռոշենի կանաչ վաֆլները բոլորը սիրում ենք, ընդհանրապես երեխաների համար են ուղարկել, բայց այս պահին մենք կանենք, խախտում կանենք ու սիրով ծնողներին։ Չգիտեմ ով ասիրում, ես մեծ սիրահար եմ։ Վայ լեքսիաներս։ Ասում եմ, այս մեր նախագծի գործընկերները այս մեր ճամբարը լավ լցրեցին։ Հյուրասիրվեք սիրելի ծնողներ, Ռոշենի կանաչ գույնի այս ֆանտաստիկ վաֆլիները, բայց ինձ էլ կտակ ուտեմ, էլի։ Ծնողներ ջան, հիմա ամեն ընտանիքից նախնական մասնակցում եմ մի հոգի, բայց որ ընտանիքում շատ են ուզում երկրորդը մասնակցի, իրար դեմ եք խաղալու, սենց ասեմ։ Որտեղ երեխեքի ծնողներ որ պակաս են, մեր ստաֆն է լրացնելու։ Հիմա բոլոր ծնողները պետքա գնան Մարտա դաշտ, ձեռնոց բերել եք, չէ։ Մենք կտանք, Բայց ես հատուկ նշել էի, որ դրսում է լինելու խաղը։ Ապրես։ Շատ լավ։ Ծնողները հիմա դուրս եկան, Ժորժ ջան, այս տեղից մի անգամից դուրս եկեք, որտեղ ներքև է, այդ ջան կուղեկցես, ծնողներ ջան գնացին, տակ հագնվեք, ցուրտ տամ։ Աժոտ սկսվեց, ծնողները իրականում սենց ասեմ, տրամադրության խաղ ենք ստեղծել, որ սենց հավես տանան, ավանդական ձնագնդիկ է լինելու, բայց կանոններ կա մեջը փոփոխած, մենք մասնակիցները դեռ կմնանք մի փոքր լաուն զոնայում, որից հետո կգնանք։ Արիկ, Վիկա ջան, բարև ձեզ, ինքը Վիկտորիան է, Սիմոնյան։ Այո։ Այդքան է։ Այդքան է, բլոգեր է։
Երեխեք, դուք հագնվել եք արդեն։ Հա։ Ցանց եք իջնելու։ Չեք մրսի։ Հաստատ։ Դուրս եք գնալու բա։ Okay։ Ծնողները արդեն ներքին են, հիմա մենք էլ էս օդ Մարտինան մի հատ զայով վայելեք ձեզ։ Ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ օդ Մարտինայի խաղարկությունը QR կոդերը կան չիփսերի մեջ, պոպկորնի մեջ, չորահացերի մեջ, նույն ինքը սուխարիկները, էլ որտեղ կարելի հիշացրեք։ Քաղցր ձողիկների։ Ճիշտ է, քաղցր ձողիկների, պոպկորնը ասացի, մի հատ եկա չիփս, պոպկորն, չորահաց, քաղցր ձողիկ։ Հիմա քանի որ սա մեր վերջին օրն է ճամբար, ես առաջարկում եմ բոլորս մեր բախտը եւս մեկ անգամ փորձենք։ Բացում ենք մեջի QR կոդը։ Հիշեցնեմ, որ եթե դու չունես Martin app հավելվածը, չես կարող մասնակցել խաղարկությանը, թե չունես պետքա ներբեռնես, որտեղ դրա արդյունքում է, որ դու կարողանում ես ներսում գտնվող QR կոդը, բացի դարձան, ներսում գտնվող QR կոդի միջոցով իմանալ շահել ես, թե ոչ։ Շահումը կայծակնային է, կամ շահել ես, կամ ոչ, միավոր չկա։ Հիմա երախոստները վերցեք, ովքեր ունեն հավելվածը, կտեք ներսում QR կոդը։ Նաև ուզում եմ իմանալ, որ հիշում եք, հենա Անին ընդեղ նստած է, մենակ շատ խնդալու է մենակ նստած, Անին արդեն շահել է Apple Watch, բայց էլի մարդիկ հնարավորություն են շահելու Apple Watch, PlayStation 5, հեծանիվ, գլոր տարբեր գժական նվերներ են խաղարկվելու։ Ես ոնց որ չշահեցի։ Դա նորմալ է։ Դու ջերմոտ ես կա։ Դժվար է շահել։ Չկա, չի կպել ես ա։ Ես ոնց որ շահեցի։ Հալա նայեմ։ Տար ջան, շնորհավորում ենք, դու երկրորդ մատն ես արդեն մեր ճամբարում, դու ես շահեցի սկեյթ ընկերս։ Սկեյթ քշել գիտես բայց, հաստատ։ Դե շնորհավորում եմ, նա ծապարեք դավոյ վար։ Շնորհակալություն։ Մեկ էլ եք տորական։ Հիշեցնեմ, որ նաև խաղարկվում են PlayStation 5, արդեն սկեյթը գիտենք, Անի համար նշեցինք, որ iWatch-ը շահել է և տարբեր գժական նվերներ են խաղարկվում, խաղարկությունը սկսվում է հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը։ Okay, երեխեք, իմ արագ կուրտկաներ հագնում եք, իջնում եք մարզադաշտ։ Ես չեմ գալիս, իմիջալոց ես լավ հիվանդացել եմ, դուրս չեմ գալիս, գնացեք, կեվոքենարամը ձեզ սպասում է, թրեք։ Ուզում եմ մոտիկանամ Յանայի մամային։ Յանայի մաման ով է։ Յանայի մաման ուր է։ Ես պապան եմ, Յանայի եկա։ Ձեր կարծիքով ձեր բալիկը կհաղթի այս նանգ։ Միանշանակ այո։ Բարձա, դուք ձեր աղջիկան կբերեք այս ճամբար ամառը։ 100% այո։ Լավ, դուք ազատ եք։ Բարև ձեզ, դու գալիս եք հարցազրույց։ Ձեր կարծիքով ձեր աղջիկը ստե լավ բաներ է, իմացե անցկացրել։ Հա, իհարկե, շատ լավ օրեր անցկացրե Անին։ Ես ձեզ հարց եմ տալի, դուք մի անգամ եղել եք նախագիծերից մեկում։ Ոչ, մենք առաջին անգամ ենք։ Բարձա դե որտեվ ես չեմ նայում, համարյամ Squid Game։ Ձեր կարծիքով էս բան ճամբարը ապահով է։ Շատ ապահով է, շատ։ Ձեր կարծիքով ձեր աղջիկան դժվար է սա հաղթահարել։ Կարող է դժվար է, բայց շատ հաճելի է։ Համաձայն եմ, ազատ եք։ Իսկ դու գիտեք, որ Զորոն գիշերվա կեսին վազում էր։ Այո, գիտեմ, տեղյակ եմ, բալես։ Իսկ դու կսպանեիք Զորոին, երբ հետ գնար տուն։ Իհարկե ոչ։ Մաման ինձ միշտ ասում է, մամիկ։ Չէ, բալես, չեմ սպանի։ Ազատ եք։ Րոպե, դվայ, հարց տան, վсё, հարցազրույցը փակում։ Դե ինչ մեր ճամբարային վերջին թիմային խաղն է, նորից ձյունածածկ դաշտում ենք, խաղալու ենք մեր ամենասիրելի ձմեռային խաղերից մեկը ձնագնդի, բայց իհարկե փոփոխված հետաքրքիր կանոններով։ Երեխաները բաժանվել են երկու ճակատի, կարմիրներ եւ կանաչներ, ունեն ամեն մեկը հավասար քանակով տարաներ
որոնք պետք է ձնագնդիով խփեն եւ գցեն, բայց ունենք տարաների պաշտպաններ եւ հիմա մոտենում եմ նրանց։ Բարև ձեզ, ձեր անունը? Ալբերտ։ Ում պապան եք? Մարիայի Վարուսյան։ Մարիայի պապանա պաշտպանում կանաչների տարաները հակառակորդ թիմից է։ Պապ, իսկ ինչի որոշեցիր, որ դու գնաս դարպասապահ։ Յուրաքանչյուր հայր ուզում է երեխային պաշտպանի որևէ մի ձև։ Կարևորը մասնակցությունն է ու ես ուրախ եմ, որ մասնակցություն ունեցա։ Բարև ձեզ, ձեր անունը? Դուք Վարդանի եղբայրն։ Վարդանի եղբայրն է։ Ես Աշոտ Քոչարյանն եմ, Վարդանի մեծ եղբայրը։ Երբ որ հայտարարեցին ամեն թիմից մեկ հոգի պետք է հարազատներից մեկը պետք է պաշտպանի դարպասը, որոշեցի, որ ես պետք է պաշտպանեմ դարպասը, որ քանի որ վստահ եմ, որ կարող եմ օգուտ տալ եղբորս թիմակիցներին եւ եղբորս հաղթահարել այս խաղը։ Միացել է միատ էս կանաչ թիմը, միատ ձեր Վարդանի եղբորը, միատ դուք տվեք։ Պատրաստես ձնագնդիների կրակահերթ է հեսա գալուքով վրա։ Անշանակ։ Դուք էլ միատ էս կողմ, պապային ենք միատ դուք տալի։ Ձեզ հաջողություն։ Իսկ մյուս ժամանած ծնողները օգնելու են երեխեքին, մատակարարելու են ձնագնդիներ, որպեսզի ձնագնդիները չպակասի։ Մինչ ստոպ հրահանգը ում մոտ ավելի շատ տարա ընկնի, այդ թիմն էլ հաղթում է։ Պատրաստ եք, սկսում ենք։ Ուշադիր։ 3 հաշվին։ 1 2 3 գնաց։ Անդադար կրակահերթ է գնում, դեռ դիպուկ հարված չունենք, տեսնենք որևէ տարա կընկնի, ինչ-որ մի պահի խաղից, թե այո, ունենք 2 տարա ունենք, կարմիրների մոտից 2 տարա ընկել է, 3-րդ տարան ընկավ, 3-րդ տարան է ընկնում և տեսնենք ինչ է կատարվում Այստեղ դարպասապահի դեր ստանդած հայրիկը, այո, 3-րդ տարան անգնում մեր մոտ, բավական լավ են հարվածում կարմիրները, իսկ կարմիրների հայրիկը շատ լավ է պաշտպանում, անդադար, ծնողները օգնեք, մատակարարեք, ձնագնդիները խաղը ստոպ չլինի, էլի գցեցին, այստեղ առաջինը ընկավ, երկրորդը ընկավ, շատ լավ դարպասապահ են եղբայրը և հայրիկը ու տեսնեք վերջնական արդյունքում ինչ պատկեր է ստացվելու, հիշեցնեմ ընդամենը 2 տարա է մնացել, 2 տարա է մնացել, ընդեղ փորձեք գցել։ Երեխեքի տեմպը դանդաղեց, ձնագնդին պակասում է, ծնողները լավ չեն մատակարարում կարծես թե ձնագնդի, ահա ստացվեց, թուլացրել եք, ստացվում է, հիշեցնեմ, որ ընդեղ ընդամենը 2 տարա է մնացել, որպեսզի գցեն ու թիմը հաղթում է։ Ես Մարիամ Ադլոյանն եմ, Գայանեի մաման, խաղը երբ սկսվեց, բոլորս մայրիկներով, հայրիկներով, ազարտի ընկած ձնագնդիներ էինք պատրաստում, որպեսզի մեր երեխաները հաղթեին։ Ամեն ինչ անում էինք, որ հաղթեին։ Ես շատ լարված էի, որտեվ մեր մրցակիցները շատ մարտական էին տրամադրված։ Իսկ այստեղ մեզ մոտ 3 տարա է մնացել, շատ մոտ էր, էլի ընկնում եմ։ Եվ մնաց մի հատ, դավայցի կարմիրներ մի հատ է մնացել, կանաչներ տեմպ տվեք, կանաչներ 3 հատ ունեք, տեմպ տվեք, մնացել անդամենը մի տարա, որպեսզի կարմիրների թիմը հաղթող ճանաչվի մեր վերջին թիմային պայքարում և այո, այստեղ էլ նետվեց մնացել է, մեկ, վերջին տարան եք գցում, վերջին որոշիչ տարան է, տեսնեք, վերջին որոշիչ տարան, անդադար կրակ,
Սպասում ենք վճռորոշ տարայի անկմանը, որևէ մեկը պիտի հաղթի այս պայքարում, կպել էիք, մոտ էիք կանաչներ։ Գծեց, միջև ասեցի ստոպ, արդեն նետում էր եղել ու կանաչ թիմը բազմաթիվ այսպես ջանքերի արդյունքում կարողացան նետել վերջին տարան ու հաղթեցին։ Մի հատ ուզում եմ ծապտակ Մարոսյան Մարիայի պապային, որտև ամեն ինչ արեց, եթե միացես նայքս ամբողջությամբ թացա պապան իմաստեղ, այտենց մարմնի հատված չունի, որ ձուն կպած չլինի, բրավո, և եղբորը ծապտվեք, որտեղ անառիկ պահեց ամրոցը, շատ մոտ էին իրար երկու թիմերը, ով խփեց վերջինը, ով էր, Վարդանը թիմի առաջատարը խուճուճը մեր վերջին դիպուկ հարվածով կարողացավ հաղթանակ պարգևել էր թիմին, երկուական միավոր կանաչներ, Կարմիրներ մեկական միավոր։ Ես շատ էի զարմացել, որ մաման առանց ձեռնոցների կարողացավ այդքան շատ ձնագնդիկներ պատրաստել, որ մեր թիմը հաղթի։ Ու ոնց որ խաղի վերջում էլ, այս խաղում մենք էլի հաղթեցինք։ Շատ հաճելի էր տեսնել, որ երեխաները արդեն ինտեգրված էին ճամբարի աժետաժի մեջ ու ուրախ եմ, որ մաս կազմեցի, ես էլ օգնեցի երեխաներին, կուզեի, որ ձյունը ավելի ամուր կպներ, որ երեխաներին շատ ավելի արագությամբ մատակարարեն ձյունը։ Ես փորձում էի գցեի, բայց ընդեղի կանգնած մարդը խանգարում էր, չէի կարում գցեի, ընենց գցեցի, որ կպավ իր դեմքին։ Բավականին ակտիվ երեխաներ էին, շնացած հարվածներ ստացել եմ դեմքից և ոչ միայն դեմքից։ Շատ էմոցիոնալ խաղ էր, երեխեքը հակառակորդ թիմի շատ էմոցիայով խաղում էին։ Ես էլ պարտանում եմ աղբորս, որ մեզ օգնեց, պաշտպանեց մեր այդ տարաները, որ մենք հաղթենք, վերջում էլ ստոպից մի վայրկյան առաջ ես խփեցի այդ ձնագնդին ու կպավ հենց իրանց հակառակորդ թիմի տարային ու հաղթեցի։ Երեխեք ջան, լավ խաղացիք դրսում։ Ում տնեցիք էին եկել։ Իմ։ Երկուսին հետ եկել էին, Անի ջան, մամա։ Ոչ են եկել վերջին։ Մամա ներքևն էր, հա։ Տատիտել էր ներքևը։ Հեսա գնում ենք, իմանանք ով է անցել ֆինալ։ Մանե անցել ես։ Անին երկու կումով պրտստում ասոտ։ Էսի բացա, էսի փակա։ Մի կումով է։ Արի։ Վերջացավ։ Բայց դու եսքան շատ ես։ Շատ եմ։ Էլի հարց չկա, բայց դու ես կարում ես խմի։ Ամենուրի տա։ Երեկարից ասկսե։ Երեկարից ասկսե չի կա։ Նախ բոլորին նորից ողջունում եմ, թե մասնակիցներին, թե մասնակիցների ծնողներին, եղբայրներին, բարեկամներին։ Մնացես կարակ ծափարեք այդ ատմոսֆերան զգացվի։ Մեր սա նայեք յուրաքանչյուր երևույթ, յուրաքանչյուր միջոցառում նախագիծ ճամբար կապ չունի, որ դա արվում է առաջին անգամ, ինքը իր մեջ sense պատմական վիճակ ունի եւ այո, Arm Games-ը մեզնով կերտեց պատմություն, տեղի ունեցավ առաջին միանշանակ ոչ վերջին, բայց առաջին
ճամբարը, որը մենք անվանեցինք Arm Games Reality ճամբար։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ մասնավորապես մասնակիցներին, նաև մենք ունենալու ենք 4 էպիզոդ, սա մեր վերջին էպիզոդն է, որտեղ նաև կկերտվի առաջին Arm Games ճամբարների առաջին հաղթողը, չգիտեմ ով կլինի։ Հենց այդպես։ Մինչ կանցնենք առաջ, մինչ ես կասեմ միավորները, նախ ունենք պատվոգրեր, 10 հոգու ենք կտրել, բոլորին էլ կարող էինք տալ, բայց տենց որոշեցինք 10 հոգու տալ, բայց մինչև կանցնեմ պատվոգրերին, ես ուզում եմ անունները նշեմ, նրանք ոտքի կկանգնեն, ովքեր որ արդեն ունեն նվերներ մեր ճամբարից։ Մեր ճամբարում առաջին նվերը շահեց, այսպես ասած, Անին շահեց, այ ոչ։ Ուզում եմ ամել ասեմ էլ ինչ լավ նվերներ են։ Հետո շահելու առումով երկրորդ նվերը շահեց Դավիթը, Դավիթն էլ շահեց Քեյթ։ Նվերներից առաջինը վաստակեց Գորը, ամառվա ճամբարի 50%-ից զեղչ է վաստակել, այսինքն 50%-ը մենք կվճարենք իր փոխարեն, եթե կուզի գա, նվերը հետ է եղել, դա Գորի նվերն է, կարող Գորին ծափարենք։ Այ, տեսակ նոր ծափ է տալի, երբ որ ստեղ տենց շնորհավորեցին Գորին, ասի Գոր ջան, մի հատ թխենք, ես անկեղծ եմ ասում, հեն աղբերս էլ կասի, մեր տան ամենաֆիզիկապես մարդը ես եմ, աղբեր պինդ եմ, բայց որ Գորին տխեցի, ձեռս մնաց իր ձեռի մեջ։ Անկեղծ եմ ասում, իր տարիքի համար մի քիչ նորմալից շատ է ֆիզիկականը, բայց ոչինչ։ Հաջորդի մեր մոտ Ինեսան շահեց AirPods։ Ինեսայի շահումը կրկնակեր ուշում են, Ինեսան այդ օրը թե մորքուր դարձավ, թե նաև շահեց AirPods։ Այո։ Ուրեմն հաջորդի մենք ուզում ենք մեր էպիզոդները լինի սերիալային, այսինքն մի քանի սերիալներով, որ այդքան շատ մարդ դուրս չմնա նախագծից, ասում եմ, նայ գալիս են 100 հոգով մի կես ժամ հետո 30 երեխա ինձ ատելով գնում է։ Դե շուտ են պարտվում գնում են, դա համար որոշել ենք քանակները կրճատենք եւ մի քանի էպիզոդով անենք, սերիալներով անենք։ Առաջին մարտը արդեն իսկ որ կլինի այդ նախագծում, ու նույնիսկ առաջին փուլում չի լինի մրցակցային դուրս չի մնա, հենց դա էլ եղել է։ Իր նվերը դա Մակարյան Լիլին է։ Դա Լիլիի նվերն է եւ վերջում, նայեք, վերջում արդեն վերջին նվերը որ իմ ասեմ, նայեք, սկզբում ինքը շահեց 3 ամիս, հետո դա դարձավ 1 տարի, կողքից մարդ ավելացավ։ Զորոն իր մայրիկի համար Լեդիզոնի 1 տարվա փաթեթ է նվեր ստացել։ Դու վաստակել էլ էլի, մենակ չի նվեր ստացել։ Այս այդպես, շատ լավ։ Սեներս մինչ ես կասեմ top 10-ը, մենք ունենք top 10, որոնք լավագույնն են եղել ամբողջ նախագծում, բայց որից 6-ն է անցել եզրափակիչ փուլ, որից 3-ն էլ կանցնի սուպերֆինալ։ Մինչ այդ մենք ունենք պատվոգրեր, բայց ինքը սենց պատվոգրեր ասվածը հավեսի մեջ պատվոգրեր է, էլի։ Բայց ես կուզեմ նաև երեխեքն էլ բարձրաձայնել, եթե տենց ում որ մտածեն, կարա չբռնի որոշ բաներ, որովհետև մենակ ես եմ հասկացել ինչ ենք տենց արել։ Պատվոգիրը տրվում է ճամբարի ամենաարտիստիկ մասնակցին։ Ով էր մեր ամենաարտիստիկը։ Արա Զորո ջան, դու պիտի չասես, իրանք պիտի ասեն Զորոն։ Այո, Զորոն բարձր ծափարությունների ներքո։ Բարձր ծափարը, արի, Զորո, արի։ Ծափարենք Զորոին։ Ուրեմն այս աղջնակը ֆենոմենալ տեսակ է, այն առումով, որ սենց շատ աչքի չեն գնում, բայց ծերը ծերին չանցավ եզրափակիչ, սենց ասեմ, հետ էր, բայց եկավ միավորներով անցավ առաջ, ինքը աղջիկ է, սենց դրանից, մենք իրան տվել ենք հենց այդ անվանումը, ամենազուսպ, Գևորգյան Արամ, ազգանունը կասես, բայց ես ազգանունները լավ չեմ հիշում աղջիկների, խոսքը գնում է Մարիամի մասին, կուզեմ բարձր ծափարենք, այո, արի Մարիամ ջան։ Մի հատ ուզում եմ բարձր ծափարենք Մարիամին։ Մարիամը բանի խաղի ժամանակ, այդ ռագատկա խաղի ժամանակ երևաց, որ բավականին տենց հետաքրքիր աղջիկ է, բավականին դիպուկ, բայց որ այսքան միավոր եկը վաստակել, մենք չէինք իմանա, ուզում եմ բարձր ծափարենք, կարած տեղավորեցին ինձ։ Ճամբարի ամենաաշխուժ կերպարը բոլոր առումներով, միանշանակ բոլորիս կարծիքը նույն գծում էր, զույգերից Արմենը։ Արի։
Արի, ասում եմ բոլոր առումներով ամենաաշխուժներ։ Նա ծապար ենք Արմենին։ Հենց նայում ենք ինչ-որ բան լինում, լացում ա, ում ենք հիշում։ Այո, ճիշտ է, Անին, բարձր ծափարում ենք։ Հենց հիմա Անին ասեմ, Անի ջան, մի հատ լացի, բարից բուն իմաստով կտևի 2 վայրկյան, որ ինքը սկսի լացել։ Սա իմ նոմինացիան է իրեն, որտև իրեն ճամբարում տեսնեմ ու այդ անունն եմ տվել, ասել եմ քո դեմքը շատ գերազանցիկի դեմք է, Մարիա ջան, արի, ճամբարի ամենագերազանցիկը ու վստահ եմ, որ ինքը, բայց ասա որ գերազանցիկ ես, հա դու չէ, նայք, մի հատ ուզում եմ իրան ծապարենք, էլի, ձենը չենք լսում ճամբարի ընթացքում, ճամբարի ամենահամովը ովը, իհարկե, Մանե! Մանե ջան, հանդիսատեսիդ ինչ կասես։ Շնորհակալ եմ բոլորին։ Նա տարի նկարվենք։ Շնորհակալություն Մանե քեզ։ Եվ ուշադրություն, ճամբարի ամենամորաքույր մասնակիցը։ Բարձր ծափարում ենք, բարձր։ Ճամբարում ես ասեմ նոմինացիան, դուք մի քիչ խորացեք այս նոմինացիայի վրա, էլի խնդրում եմ, ուղիղ չպատասխանեք, բայց նաև շատ ուղիղ է այս պատասխանը։ Ճամբարի ամենահասուն մասնակիցը։ Չեք կարում, էլի, չեք կարում տրամաբանը։ Նայեք, մեր ճամբարում մենք ունենք ամենափոքրիկ մասնակիցը, որը վստահաբար ամենահասունն է Յանա։ Ճամբարի ամենասպորտային մասնակիցը։ Մանեն ամեն մի ձեռով Անին ու Վարդանին կծեցի։ Բարձր ծափար ենք Մանեին, բարձր ծափարում ենք։ Եվ ճամբարի ամենաբլոգեր մասնակիցը։ Վիկտորյան, բարձր ծափար ենք։ Ուրեմն, մի հատ ուշադրություն, էլի, մի հատ խաղում եզրափակիչը իրականացրեցին 2 Վիկտորյաները, Վիկտորյան և մյուս Վիկտորյան, մի հատ Վիկը լսեն ձերքով արա, ժողովուրդ, այ մյուս Վիկանեն ընդամենը 9 տարեկան, հիշողության տեսողական խաղով, երկուսով այս մի Վիկան ընդհանրապես չէ սխալվել, մյուս Վիկան ընդամենը մեկ անգամ է սխալվել, մի հատ իրաց է դրամայել ենք ծափարում, նաև մեկ խաղում էլ առաջին օրը հաղթել էր Արտակը, մի հատ ուզում եմ Արտակին էլ հատուկ ծափարենք, մացեն ձերքով արա Արտակ ջան, դու կենսաբանությունից լավ ես, թե քթի ծակից ես լավ։ Քթի ծակից, հասկացա, շատ լավ։ Հիմա բարձրաձայնում եմ լավագույն տասնյակը, սկսում եմ 10-րդ հորիզոնականից։ 12-րդ հորիզոնական, Մարիա, մի հատ ձեռքով արա, սիրում ես։ 11-րդ հորիզոնական, Վիկա, մեր բլոգերը։ 10-րդ հորիզոնական, սպորտայինը, Մանե։ 9-րդ հորիզոնական, 26 միավոր Արտակ։ Ուրեմն նայեք, մենք ունենք 2 մասնակից, մեկը Սաքսյան Մարիամն է, մյուսի անունը հեսա կտամ։ Մարիամը, սես նայում ես փոքրիկ ժպիտով, քնքուշ աղջիկ է, որը 28 միավոր է վաստակել, Մարիամ ընդամենը 1 միավոր դու վաստակում էիր ու անցնում էիր ֆինալ։ Մի հատ ուզում եմ այս ֆանտաստիկ ժպիտով մարդուկին ծափարենք, էլի։ Դու ինձ ամբողջովին զարմացրել ես ու միջալուց ասեմ, էլի։ Եվ նայեք, մի աղջիկ գրավել է 7-րդ հորիզոնականը, ամբողջ Arm Games ճամբարի ժամանակ եղել է առաջատարով։ Աղջիկներից, չէ, Արփին չի եղել։ Բայց վերջի 2 օրը մի քիչ իր համար լավ չգնաց, 28 միավոր
7-րդ հորիզոնական անի։ Անի, լացի, լա։ 29 միավորով միանգամից 4 մասնակից գրավել են այս լավագույն վեստյակի մեջ են 29 միավորով։ Գայուշը, Գայանեն։ Պաստորեն, Գայ, արի միանգամից բեմ, ծապարություններ եկո, Գայանեն բաց։ Արփին 29 միավոր, արի Ուրեմն այս տղան անընդհատ տատանվում էր կանցներ թե չնասնում, ինքը շատ էր ուզում անցնել ու վերջը անցավ։ Դավիթը 29 միավոր եւ տղաների գծի մեջ, այսպես ասած, առաջատարը միշտ այս տղան էր, որը վերջում միավորներ կորցրեց, էլի անցավ, բայց միավորներով զիջելով 29 միավոր Անրի։ Եվ այս պահին դեռ այս պահին առաջատարները Արմանը, Վարդանը և Արմանը գալիս են այստեղ։ Դուք արդեն, սիրելիներս, մեր գործընկերոջ կողմից ունեք նվերներ։ Ռոյալ Արմենիայի կողմից մեր բոլոր եզրափակիչ անցած մասնակիցներ վերցրու ջան, ունեն նվերներ, այստեղ 3-1-ում տաքսուշտն է, շոկոն է, բուչինոն է, վերցրեք, երեխեք ջան։ Սա այսպես ասեմ, որ նաև մեր բոլոր մասնակիցները բոլոր ունեք նվերներ, հեսա բոլորի նվերները կտանք, ասել եմ, չէ, այս անգամ շատ շեդրի են մեր գործընկերները։ Լավ, էդի դրեք սեղանի վրա ու սեղանի վրա դրված է տարա, որտեղ թղթեր են։ Այս տարայի մեջ 6 թուղթ է, 2-1 թվով, 2-2, 2-3։ Երկու մեկերը միմյանց դեմ են մրցելու, երկու հոգին, հա, որոնք քաշեն երկուսը միմյանց դեմ, 2-3-ները միմյանց դեմ։ Վերջում յուրաքանչյուր զույգի պարտվողը դուրս է մնում, մնացած 3 մասնակիցները գնում են դեպի սուպերֆինալ։ Հիմա զուտ արագ վերցրեք։ Արմանը և Անրին միմյանց դեմ։ Թուղթը բացեցի ու տեսա, որ Անրիի հետ եմ ընկել։ Արմանի հետ քաշքշուկի ժամանակ մրցել էի։ Ճիշտ է, իրան չէի թերագնահատում, բայց իմ կարծիքով ես իրանից կարող ավելի լավ խաղայի ու հաղթեի ու չգիտեմ հələ ինչ կլինի։ Ճիշտ ասած պարտվել էի, ուզում էի ես անգամ հաղթեի։ Դավիթը և Արփինիշ լավ է, մի բոյի մարդիկ միմյանց դեմ են ընկել։ Որ իմացամ Արփիի հետ են, շատ ուրախացամ, որտեղ ինձ թվում էր, որ իմ շանսերս ավելի մեծ էր։ Եվ Գայուշն ու Վարդանը միմյանց դեմ։ Ճիշտ ասեմ, Գայուշին շատ եմ սիրում, բայց շատ կուզեի, որ իմ զույգը տղա լիներ։ Շատ հետաքրքիր 3 զույգ էին ձևավորվել ու տարիքային էլ մոտ այդ շատ լավ է։ Առաջին զույգը Դավոն ու Արփին են։ Մի տարիքի, մի հասակի, տարբեր էմոցիաների։ Դավիթը շատ հավաքված, Արփին շատ էմոցիոնալ։ Առաջին խաղը ավարտվեց հավասար ու ինձ ասում են 2 մասնակիցը թող անցնի, ասում չի կարա տես լինի, մենք ունենք 3 հոգու համար նախատեսված խաղ եզրափակություն։ Առաջինը մրցելու են Արփին և Դավիթը, մյուս մասնակիցները գնում են ինձնից աջ, բայց մինչև կբերեն Lady Zone-ից զանգել են մեզ, որ իմացել են Զորոն իր մամային նվեր է տվել, որոշել են բոլոր մամաներին Lady Zone-ի աբոնեմենտ նվիրեն, սիրելիներս, նենց որ իրականում մի քիչ կարեք ուրախանայիք, էլի։ Բոլոր մամաները, կապ չունի այսօր եկել են թե չեն եկել, բոլոր մեր մասնակիցների մամաները շատ ծիծաղելի է, որ 25 հատ են ասել, բայց մենք ունենք 2 զույգ։ 2 զույգ ունենք, հուսով եմ մորքուրներին էլ կգնա էլի իրանց։ Շնորհավորում եմ, շնորհակալություն ենք նաև հայտնում Lady Zone-ին այս ֆանտաստիկ նվերի համար։ Ուրեմն խաղը memory խաղն է, այստեղ դրված է 16 քարտ, 8 զույգ։ Ով ավելի շատ զույգ վերցրեց, նա էլ հաղթում է։ Որևէ մեկը սկսում է բացել, հետո գտնել դրա զույգը, գտնում է զույգը, վերցնում է։
Չի գտնում, փակում է, հաջորդի քայլն է տալիս։ Հիմա ձեզ հարց ունեմ։ Արփի ով կուզես սկսի։ Ես։ Ընտանիք սկսի։ Դեմ չես։ Չէ։ Շատ լավ, Արփի սկսի։ Արփին երկրորդ զույգը չգտավ։ Բացի։ Դավիթը չգտավ, Արփի շարունակի։ Արփին նորից չգտավ։ Նորից Դավիթը չգտավ։ Արփին առաջին զույգը գտավ։ Շարունակի։ Ես բացել եմ։ Բացի մի հատ տեսնենք, ես չտեսա։ Փակի, Արփին չգտավ։ Ամբողջ խաղի ընթացքում ձեռքերս թողում էր ու վախենում էի պարտվեի։ Դավիթը գտավ։ Կոմոդիկ։ Մեկական զույգ գտել են։ Դավիթը գտավ երկրորդ զույգը։ Դավիթը գտավ երրորդ զույգը։ Դավիթը գտավ չորրորդ զույգը։ Դավիթը սխալվեց։ Արփին գտավ զույգը։ Հիմա, եթե Արփին ճիշտ է բացում, միավորները լինում է հավասար։ Եթե Արփի սխալվում է, Դավիթը հավանական է կախտի։ Արփի։ Եվ հիմա շատ վճռորոշ պահ է։ Հստակ է, որ Արփին չի հիշում, որտեղ չի բացվել այս քարտից մեկ ուրիշը։ Եվ ճիշտ է։ Իրականում սա ռանդոմ ստացվեց, որովհետև այո երկու քարտ չէր բացվել, երկուսից մեկը կարող լիներ, կարող չլիներ, բայց եղավ եւ քանի որ ասում եմ մենք այսքան էինք պլանավորել միջև Խաղում, որ արդեն իրար հետևից մի քանի հատ բացեցի, մտածեցի, որ արդեն հաղթել եմ։ Հետո որ մի հատը սխալ բացեցի, Արփին մնացածը բացեց եւ խաղի հաշիվը հավասարվեց։ Ցեներս, եւս մեկ խաղ եք դուք մասնակցելու, եւս մեկ փորձության եք դուք ենթարկվելու։ Նորից խաղը տեսողական հիշողության մասին է, նման է։ Տիտանների բախման ժամանակ կարող է հիշեք, երբ Հյուգոն եւ Վարդը մրցում էին, որ գնդակներ էր դրված, պետք է հիշեիք, հետո բացեիք, նույն խաղն է լինելու։ Ինքը կարած չիմանաս էր խաղը, հիմա կբերենք իմանանք։ Քանի որ առաջին խաղը հավասար ավարտվեց, նրանք կմրցեն եւս մեկ ինտելեկտուալ հիշողության, տեսողական հիշողության խաղի միջոցով։ Խաղը բավականին հայտնի է, մենք ունեցել ենք նաեւ մեր վերջին նախագծի ժամանակ, երբ երկու սեզոնների բախումներ, որտեղ Հյուգոն հաղթեց Վարդին։ Մեջտեղում դրված է գնդակների հերթականություն գույներով։ Դրա համար կարևոր է հիշել գույները։ Այդ գույները նաեւ դրված է ձեր դիմաց։ Դուք պետք է ճիշտ հիշեք, հերթականությամբ շարեք։ Պարտվում է այն մասնակիցը, ով առաջինը սխալվում է։ Հիմա ուշադրություն բացում եմ 10 վայրկյան ունեք, որպեսզի նայեք գնդակների գույների հերթականությանը։ Պատրաստ։ Շատ լարված է մթնոլորտը, թե իրենց մոտ, թե վստահ եմ ծնողների մոտ, թե նույնիսկ մնացած մասնակիցների մոտ, իմ մոտ էլ։ Փակվեց։ Ժամանակը գնաց, շարեք։
Շատ լավ։ Ուրեմն ասեմ, որ մինչև 9-րդ գնդակը դուք շարել եք նույն ձև։ 10-րդից փոխվել է։ Անկեղծ ես չեմ հիշում 10-րդի գույնը, բայց եթե օրինակ 6-րդ գնդակը երկուսով է սխալվել եք, շարունակվելու է։ Դա չի համարվելու սխալ։ Եթե դուք միաձև եք սխալվել։ Եվ այսպես առաջին գնդակի գույնը կարմիր, երկուսը դե ճիշտ եք, երկրորդը կարմիր, երկուսը ճիշտ եք, դեղին երկուսը ճիշտ եք։ Որ գույները բացում ենք, նենց էլ արվել, որ ինձ թվում է սիրտս մեջիցս դուրս կգար արդեն։ Շագանակագույն, հա, շագանակագույն ճիշտ եք, դեղին երկուսը ճիշտ եք, շագանակագույն ճիշտ եք, շագանակագույն ճիշտ եք, կարմիր ճիշտ եք, դեղին ճիշտ եք, դեղին երկուսը էլ սխալ եք։ Այդ գնդակներով խաղի ժամանակ ահավոր ձևի լարվել էի, որովհետև այդ որ բացում ենք, նայում էի, սենց սխալվում էի ու արդեն այդ ժամանակ Կարմիր երկուսը էլ սխալ եք, շագանակագույն երկուսը էլ սխալ եք, շագանակագույն երկուսը էլ ճիշտ եք, կարմիր երկուսը էլ ճիշտ եք։ Սա ինձ մնում է միայն երկուսին էլ ուղարկել սուպերֆինալ։ Բերում ենք երկրորդ խաղը, լինում է մի բան, որը հավանականության տեսության մեջ, չգիտեմ ոնց է դա հնարավոր, անհավանական, հավանական կամ անհավանական, հավանական, հավանական, անհավանական, այսինքն մի հատ խաղը պատմություն, որի արդյունքում չգիտես ոնց նորից լինում է հավասար արդյունք։ Ստեղ արփին էմոցիոնալ տարակում է, ասում է դավոյ սիրտս էս դուրս է գալու բերանից, այսինքն ասեն զսպում է իրան, արփին լացում է, դավոն կորմրել է, ինչ որ միտեղից այդ էմոցիան պետքա դուրս գա, ու այստեղ ես չունեմ այդ որոշում, ես տեղում հասկացա, որ մենք խաղը կփոխենք սուպերֆինալի, որը 3 հոգու համար էր նախատեսված, ու 2 հոգի Դավիթն ու Արփին անցան սուպերֆինալ։ Ժողովուրդ! Նայեք, նայ Արփի քուրիկն ա եկել քեզ գրկի, բայց քուրիկը ինչ-որ վաբշե չի լա, ընդհանրապես չի լացում քուրիկը, ուրեմն նայեք, երբ որ ասում են հավանականության չէ տեսություն, անհավանական բան տեղի ունեցավ, 9 հատ լրիվ ճիշտ են դրել, 5 հատ լրիվ սխալ են դրել, հետո նորից 2 հատ ճիշտ են դրել, դե ասում է սա ճակատագիր է, նախատեսված է 3 հոգի, նույնիսկ տեսեք 3 հատ գավաթ, հա, հենց դրա համար է էլ, ես ուզում որ բոլոր սուպերֆինալիստներն ունենան գավաթներ, բայց որևէ մեկը չի ունենա, որովհետև 2 հոգի անցան սուպերֆինալ։ Սա այսպես, ծափարում ենք Արփին եւ Դավիթին եւ այստեղ ենք հրավիրում Վարդանին եւ Գայուշին։ Վարդանին եւ Գայուշին մի փոքր ավելի հեշտ խաղ է բաժին ընկել, որտեղ ընդհանրապես կապ չունի ֆիզիկական ուժը կամ ինտելեկտը, սա այնքանով է լավ, որովհետև տղա աղջիկ են, որպեսզի ամեն ինչ հավասար լինի, ավելի տեխնիկա եւ դիպուկության հետ է կապված, նաեւ մի փոքր էլ բախտի գործոն է լինելու։ Խաղը բիլիարդային սիստեմով է լինելու, ստեղ միավորներ են 2, 4, 8, 6, 10։ Ամեն մասնակից ունի 4 ական հնարավորություն։ Գնդակը նետեցիր ուր գնաց կապ չունի, դա քո հնարավորությունն է լինելու։ Ուզում է ընկնի դուրս, դա կապ չունի։ Ամեն մեկը ունեք 4-ական հնարավորություն։ Հիմա պետք է հասկանանք ով է սկսելու առաջինը։ Վարդանով կուզես սկսի առաջինը։ Գայուշը։ Սկսեմ։ Okay, ոնց որոշեք։ Ուզում եմ անկեղծ լինեմ, ես հավատում եմ, որ մինչև եզրափակիչ կհասնեմ։ Առաջինը սկսում է Գայուշը։ Հասկացել ես, չէ՞, պետք է նետես, կպնի գա այստեղ։
Եվ միավոր չունի Գայուշը այս պահին։ 8-ին մոտ էլ, բայց միավոր չհաստակեց։ Վարդանի տարբերակը Կարող է իջնի։ Այո։ Խաղ ավելի լավ տեղ կնա երկուսում ֆանտաստիկ բան տեղի ունեցավ, երկուսի մեջ մտավ դուրս եկավ, գնաց, պտտվեց եկավ, մտավ 6 միավորի մեջ, Վարդանն ունի 6 միավոր, Գայուշ։ Մտելա։ 6 միավոր։ Ռեժիսորը ասում է 6 միավոր, ոչ ժողովուրդ։ Մենք այս խաղը բազմաթիվ անգամ խաղացել ենք, սենց բան չի եղել կյանքում։ Ոնց է ստացվում, որ մեր մոտ այսօր հավանականության տեսությունից դուրս գործողություններ են լինում։ Վարդան։ Խաղը բարդ չէր, ասեմ ավելին շատ հավես խաղեր, բայց ինքն այնց խաղեր, որ օրինակ շատը մեզնից կախված չէր, մի քիչ ավելի շատ բախտի հարց էր։ Արդեն բավականին ճիշտ նետեց, բայց այս անգամ չմտավ։ Գայուշ։ Տոս միավոր Գայուշը վաստակեց։ Վարդանը անընդհատ նույն խաղի իմաստը դա է, սա արդեն գրաված է։ Դու պետք է հեռու զոնաները գնաս։ Գայուշի վերջի հնարավորությունն է, ասեմ, դու ունես 16 միավոր։ Եթե դու նետես և ընկնես որևէ միավորի մեջ, դու միանգամից հաղթում ես, որովհետև այլևս Վարդանը չի կարող հասնել քեզ։ Բայց եթե չստացի քեզ մոտ, անհավանականության մեջ հնարավոր է, որ Վարդանը գա, եթե գա ընկնի 10-ի մեջ։ Ամեն դեպքում դու բավականին մեծ առավելություն ունես այս պահին։ Գայուշ, ճիշտ է։ Խնդրում եմ ընկնի։ Չորս։ Գայուշը ասել սուպեր ֆինալում է։ Գայուշը երբ որ արդեն 10 միավորի մեջ գցեց իր գնդակը, ես իմ մեջ արդեն հանձնվել էի։ Վարդանը լինելով An Games reality ճամբարի առաջատարը 30 միավորով, այս խաղին, որ ինչպես նշեցի, գրեթե ոչ մի բանի հետ կապ չուներ, բացի տեխնիկայի ու դիպուկության, ես ցավում եմ, ասեմ, որ մեր գլխավոր ռեժիսորը ասում էր, որ ուզում է անպայման Վարդանը հաղթի, որովհետև մենք ինչքան նախագիծայել ենք, Վարդանը եղել է այդ նախագծում։ Այո։ Երբ գնդակը ընկավ 10 միավորի մեջ, ես շատ ուրախացա եւ մտածեցի, որ եզրափակչում էլ կհաղթեմ։ Ասել եմ Վարդանին բանավոր, բայց նաեւ թող մեր հեռուստադիտողն էլ իմանա, այդ սկսվող եթերաշրջանին, որտեղ լինելու են ընտրված մարդիկ, մոտավոր 20 հոգի, Վարդանը պարտադիր լինելու է։ Ու լինելու է անվճար պարտադիր։ Գայուշն ու Վարդանը, Գայուշը մեր շատ ուրախ եմ, շատ թմայր լուսավոր աղջիկ, որ անցավ սուպերֆինալ, բայց շատ տխրեցի Վարդանի համար, որովհետև Վարդանը մեր բոլոր խաղերին մասնակցել է ու շատ էինք ուզում, որ իրան տեսնեինք սուպերֆինալում։ Վարդանը չանցավ, անցավ Գայուշը։ Այդտեղ ես է տխրեցի։ Ինչ ես նախագիծը սկսել ենք, Վարդանը մեր հետ ա եղել, դառնում է մեր թիմի անդամ։ Ես բոլոր Arm Games գիծերի մասնակցել եմ ու ես մեկը շատ էի ուզում հաղթեի, բայց ցավոք չստացվեց։ Հաջողություն եմ մաղթում Գայուշին, շատ կուզեմ, որ ինքը հաղթի։ Իմիջ այլոց ես Վարդայի ծնողների համար ասեմ, երբ ասել եմ ինչ-որ մեկը մի բանանի, առաջինը Վարդանն ա թռել։ Վարդան արի մատ վերջի պապիտկանն էլ արա, էլի։ Ամնա տարա։ Բայց էլի բան չի փոխում, բայց դա։ Ինքը որոշել է նույն տեղը։ Այդ տղա։ Չէ, նորմալ է։ Գայուշ արի, շնորհավորում եմ քեզ։ Դու առաջին հաղթողն ես եզրափակչում, որովհետև Դավիթն ու Ալպին միմյանց չհաղթեցին, շնորհավորում եմ, դու արդեն սուպերֆինալում ես եւ հրավիրում ենք այստեղ մեր ճամբարի ֆիզիկապես պինդ տղաներին, Անրին եւ Արմանին բարձր ծափերի ներքո։
Այս պահին արդեն սուպերֆինալ անցել է 3 մասնակից։ Հիշեցնեմ Դավիթն ու Արփին հավասար 2 խաղի արդյունքում միանգամից անցան սուպերֆինալ եւ Գայուշի Վարդանի մենամարտում հաղթող ճանաչվեց Գայուշը։ Հիմա 2 տղաներ են։ Ստացվում է, որ մեր սուպերֆինալում լինելու են 2 տղաներ, 2 աղջիկներ։ Սա վստահաբար կարող եմ ասել, որ եթե հանկարծ տեղ է ստացի հավասար միավոր, ես խոսափողոց կդնեմ կգնամ տուն, չեմ հավատում դրան։ Դա համար մտածում եմ, որ 1 տղա այստեղ կհաղթի։ Խաղը նորից մեր շատ սիրված, ճանաչված խաղերից է, մեկ շատ կարևոր դիտարկում։ 5 իր է դրված։ Դուք կարող եք եւ իրավունք ունեք վերցնել ամեն անգամ ընդամենը մեկը։ Օգտագործում եք միայն մատները եւ պետք է անցկացնեք այս անցքից։ Ով առաջի 5 հատ անցկացրեց, նա էլ ճանաչվում է հաղթող։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Ես խաղի ընթացքում Անրիին չէի նայում, որովհետև ես ուշադրությունս կենտրոնացել էի այդ ծանր իրերի վրա։ Նենց էի լարվել, որ քրտինքս վրիցս գնում էր։ Խաղը լարված է բավականին, Արմանը ճիշտ օգտագործում է ձեր դաստակը թետա, ճիշտ ես անում։ Արմանը առաջին միավորը վաստակել է։ Արմանը հիանալի աշխատում է այստեղ։ Անին չի ֆիքսել, որ այդ են 2 մատը պետք է օգտագործի։ Կարծես թե Անին էլ առաջինը օգտագործեց ճիշտ։ Խաղի սկզբում ես սխալ էի հասկացել խաղը ու մի ձեռքս էի օգտագործում մենակ։ Սկզբում որոշեցի ծանր իրերը բարձրացնեմ։ Արմանը վերցել է դհոլի թելը, պտտալով բարձրացնում է։ Դաստակը թետար։ Արման ունի երկրորդ միավորը։ Բայց ես ընկել է։ Արման այս պահին ունի առավելություն։ Լավատությունն եկել է կիզակետին, ես կարծում եմ, որ Անին սխալ է օգտագործում իր մատերը։ Ես մոտ կդզես։ Նայեք, ուզում եմ սենց լրիվ ամբողջ էմոցիաներից փորձեմ փոխանցեմ, որովհետև ես սենց կանգնած եմ, կողքս խաղում են երեխեքը։ Իրանց յուրաքանչյուր էմոցիա սենց տասնապատիկ ձևով զգում եմ։ Ու մեկ սենց մոռանում եմ, որ ես հաղորդավար եմ, ու ինչ-որ մեկին ուզում եմ օգնած լինեմ, ուզում եմ վերապրեմ իրանց այդ զգացողությունը։ Լարվածությունը շատ մեծ է։ Անի ջան, սխալ ես խաղում։ Ո՞նց խաղում եմ։ Այդ են։ Ես մեսի ո՞նց եմ անում։ Ո՞նց հանում է Արմանը, Անի ջան։ Ես չեմ գտնված ենք։ Վերջին զույգը Արմանն ու Անրին ճամբարի ամենաուժեղ տղաներն էին, տենց էր երևում, բոլոր տեղերում հաղթում էին, լավագույն միավորներն ունեին, Վարդանն էլ իրենց հետ միասին։ Խաղը որ սկսվեց, ես նայում եմ Անրիին, նայեք, Անրին իմ տղան է, ուզում եմ օգնեմ։ Բայց ո՞նց օգնեմ։ Այս դեպքում չկա պապա տղա, կա Արամ Մելիքյան եւ Անրի ու Արման։ Արմանն ամեն ինչ անում է ճիշտ ու հանգիստ, Անրին ամեն ինչ անում է սխալ ու շատ լարված։ Արմանը շատ հանգիստ, մատերը ճիշտ օգտագործելով, տեղաշարժելով աջ ու ձախ, բարձրացնում է վերև, օգտագործելով թե թելը, թե դաստակը թե տար։ Չէ, դու չէ։ Այմա կարաս արդեն։ Անին 2 արդեն վերցրել եմ։ Սեկ անդե։ Ես տեսնում։ Անի ջան, մյուս մատոք դի օգտագործես։ Անին ընտրել է բավականին դժվար ճանապարհ, Արմանը մի փոքր ավելի հեշտ ճանապարհներով է ամեն ինչ անում։ Արմանը արդեն 3-րդ, 4-րդը վերցրեց։ Այ։ Դաստակը թե տար։ Անի 3-րդը վերցրեց։
Արմանը մնաց ընդամենը 1 հատ, դա գնդակն է։ Մոտիկը բերեք։ Ես կարծում եմ, որ այս պայքարում Արմանը կաղթի Անրին, որտեղ ունի բաց այդ առավելություն, բայց անի պետքա չհանձնվի, եթե հասկանա խաղիչի ձևը, որտեղ 2 ձեռքերի տեխնիկան է, այո։ Վերջապես Անին էլ հասկացավ խաղի տրամաբանությունը, ես տեսնում եմ ինչպես են ճղվել Անրիի մատերը, դա նշանակում է, որ պայքարում է մինչև վերջ։ Արմանին ընդամենը պետք է այս գնդակը անցկացնել մեծ անցքով եւ նա արդեն կլինի սուպեր ֆինալում։ Արմանը շատ մոտ է։ Շատ մոտ է։ Ձերքը թետա, ձերքը, ահա։ Եվ վերջ։ Արմանը սուպեր ֆինալում է։ Շնորհավորում եմ։ Ես տեսել եմ ինչպես է պայքարել Անրին մինչև վերջ։ Ձերքերը ուր ալը, ձերքերը տեսնեմ։ Ձերքերը ճղելու արդյունքում Արմանը ֆանտաստիկ հաղթանակ տոնեց, շատ լավ արեց ամեն ինչ, շատ կերակետ, շատ հանգիստ։ Շնորհավորում եմ Արմանին, ու Արմանը բավականին լուրջ, այսպես ասած, ֆավորիտ է հաղթելու համար, բայց ես ուզում եմ մի 2 բառ էլ Անրիի համար ասեմ, իմ համար այս դեպքում որպես պապա մեծ հաղթանակ էր, որ տեսա, որ Անրին տեսնում է, որ ինքը պարտվում է, ասես քրտինքը գնում է, ձեռքեր արունոտ է, բայց ինքը չհանձնվեց։ Ես ուզում եմ ինքը իմանա, որ ես իրանով հպարտանում եմ, որովհետև ինքը չհանձնվեց, պայքարեց մինչև վերջ։ Զուտ ես ասեմ, դու խաղի կեսից հասկացա, դու մի ձեռքով անընդհատ ուզում ես բարձրացնես վերև։ Բայց ես քեզ շնորհավորում եմ, դու նորից չանցա սուպերֆինալ, բայց ասեմ, պայքարել ես մինչև վերջ, ապրես։ Ամեն դեպքում պարտվեցի, դե նեղվեցի էլի մի քիչ։ Մեզ մոտ սուպերֆինալ են անցել Արմանը, Գայուշը, Արփին եւ Դավիթը Սիրելներս, ովքեր կվաստակեն վաղձալի հաղթանակի համար։ Սուպերֆինալի համար հատուկ տարածք ենք զբաղեցրել, որտեղ կլինի հենց այդ խաղը։ Խաղը ընտրել ենք այնպիսի խաղ, որը նաև կապված է իրար ճանաչելու եւ էմոցիաների հետ։ Քանի որ նրանք 4 օր միմյանց հետ ապրել են, շատ հետաքրքիր եւ էմոցիոնալ խաղ է սպասվում։ Նրանք արդեն միմյանց ճանաչում են, միմյանց զգում են, տեսնենք թե ով ամենագրագետը կգտնվի։ Թե ինչ, սուպերֆինալի մասնակիցների հետ ես կանգնած եմ փառահեղ գավաթների հետ միասին, որը 4-ը դարձավ, որովհետև գիտեք, 2 հրաշքները միասնական դուրս եկան սուպերֆինալ։ Չգիտեմ, ով կլինի Arm Games ճամբարի առաջին հաղթողը, սա պատմական է, բայց ով է լինի, ես ասեմ, որ դուք որպես այդպեսին կերտում ես պատմություն ու քո հետ նաև կերտում են պատմություն մնացած բոլոր 4 գավաթակիրները։ Մեզ մոտ սպասվում է շատ դրամատիկ եւ էմոցիոնալ խաղ։ Ամբողջ 4 օրերի ընթացքում ճամբարում մենք ունեցել ենք սպորտային, ձնային, հավես, երբ որ ծնողները միացան, ինտելեկտուալ, տեսողական հիշողության նմանատիպ խաղեր, հիմա ժամանակն է եկել, որպեսզի լինի նաև որոշակիորեն դրամատիկ, էմոցիոնալ խաղ։ Խաղը կոչվում է Կենտ թե զույգ։ Նախքան կանցնեմ բուն խաղի բացատրմանը եւ խաղին, ասեմ, որ դուք արդեն բոլորդ ունեք նվեր Լեդիզոն ընկերության կողմից։ Ձեր մամաներն ունեն նվեր քարտ որպես աբոնեմենտ, իսկ դուք ունեք երկուական նվեր քարտ դեպի Երևան պարկ, անվճար, ում հետ ուզեք կարող եք գնալ։ Օրինակ Արմեն ջան, դու կարող ես Պարտադիչի գնաս Արմենի հետ, կարող ուրիշի հետ գնաս, բայց ամեն դեպքում երկուական նվեր քարտ Լեդիզոնի կողմից դեպի Երևան պարկ։ Ինչպես նշել էի, խաղը կոչվում է Կենտ թե զույգ։ Վիճակահանության արդյունքում Արփին առաջինն է, Դավիթը երկրորդը, Գայուշը երրորդը, Արմանը չորրորդը։ Սկսելու է խաղը Արփին։ Ամեն մեկի ձեռքում տեսնում ենք պարկեր, պարկերում 6-ական քար։ Խաղի կանոնը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ով սկսում է խաղը, այս դեպքում առաջինը Արփին, պարկից հանում է որևէ քանակի քար։ Դա կամ պետք է լինի զույգ, 2, 4, 6, կամ պետք է լինի կենտ, 1, 3, 5։ Ձեռքի մեջ պահելով ընտրում է թե ում դեմ է խաղում։ Եթե խաղում է որևէ մասնակցի դեմ, ասում է զույգ է թե կենտ։ Եթե պահել է զույգ
ու դիմացի մասնակիցը սխալվում է, Արփին բացում է ձեռքը, տեսնում են քանի քար է, այդքան քարի չափով դիմացինը իր քարերից փոխանցում է Արփին։ Եթե դիմացինը ճիշտ է ասում, Արփին այդ քարերը փոխանցում է մասնակցին։ Պարտվում է այն մասնակիցը, ում պարկի մեջի քարերը առաջինը ավարտվում են։ Վերջնական արդյունքում հաղթում է այն մասնակիցը, ով բոլոր քարերը վերցնում է իր մոտ։ Առաջին պարտվողը գրավում է 4-րդ հորիզոնական, երկրորդ պարտվողը 3-րդ հորիզոնական, հաղթողը ըստ այդմ առաջին եւ ֆինալում պարտվողը երկրորդ հորիզոնական։ Մինչ կանցնենք բուն խաղին, քանի որ ճամբարը այստեղ է, մի հատ ողջևորեք։ Այո, մեր ճամբարականները խաղին չեն մասնակցում, դիտորդի դերում են։ Արփի, Դավիթ, Գարուշ եւ Արման, բոլորիդ մաղթում հաջողություն, մի շատ կարեւոր բան ասեմ։ Քարերը նենց վերցրեք, որ դիմացիները չզգան մեկ, եւ ամեն դեպքում հիշեք, որ դուք արդեն Arm Games ճամբարի, առաջին ճամբարի 4 սուպեր ֆինալիստներն եք, դուք բոլորդ հաղթել եք։ Սա ֆիքս ենք։ Դուք արդեն պատմություն ունեք։ Այս գավաթները բոլորը գալու է ձեր տուն։ Սա հիշում ենք։ Արփի որոշում ես, թե ում դեմ ես մրցում։ Դավիթի։ Դավիթ ջան, արի այստեղ։ Խնդրեմ։ Իրականում շատ լարված եմ։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Արփին պահել էր 2 քար, որը զույգ է։ Դավիթը ասեց կենտ, Դավիթը այս պահին պարտվում է եւ իր 2 քարերը փոխանցում է Արփին։ Դավիթ, դու որոշում ես, թե ում դեմ ես մրցում հիմա դու։ Արմանի։ Արմանարի։ Ես չգիտեմ ինչքանով էս ամենը չեք փոխանցվի հեռուստադիտողին, բայց ասեմ, որ այն ինչ որ այստեղ կատարվում է, շատ լարված է։ Դավիթ։ Հարցը դուր։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Դավիթը նորից պարտվում է, իր 1 քարը Արմանը վերցրեց։ Գարուշ, դու ընտրում ես, թե ում դեմ ես խաղում։ Դավիթի։ Գարուշը անում է արդեն քայլ, որովհետև Դավիթը պարտվել է 2 անգամ, հասկանում եմ Գարուշին։ Գարուշ։ Դավիթ։ Զույգ։ Զույգ, Գարուշը պարտվում է։ Դավիթը վերականգնում է իր քարերի քանակը։ Արման։ Հա, ընտրում եմ Արփին։ Ընտրում ես Արփին։ Հիշեցնեմ անցյալ անգամ, թե Արմանը, թե Արփին հաղթել էին։ Խնդրեմ, որ ասես զույգ, թե կենտ։ Զույգ թե կենտ։ Զույգ։ Կենտ է։ Արփին վերադասնում է 1 քար Արմանին։ Արփի։ Արմանի։ Արփին հետ է գնում Արմանի հետ խաղալու։ Զույգ։ Նորից ճիշտ էր։ Արփին 2 քար եւս կորցրեց, Արմանը եւս 2 քար ձեռք բերեց։ Դավիթ։ Արփի։ Դավիթը Արփին ձեռնոց նետեց։ Դավիթ։ Սպասի։ Արփի զույգ թե կենտ։ Կենտ։ Արփին կորցրեց եւս 2 քար։ Գայուշ։ Դավիթ։ Շատ վճռական պահ ենք եկել։ Դավիթ, կենտ, թե զույգ։ Կենտ։ Դավիթը պարտվում է այս անգամ, 2 քար վերադարձնում է Գայուշին։ Արման։ Արփի։ Շատ լավ։ Արփի Արմանն է տալիս։ Արման։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Արփին հաղթում է այս անգամ, Արմանից վերցնելով 1 քար։ Արփի, 1 քար դու վերցրեցիր ետ, նորից դու ես։ Ում դեմ ես խաղալու։ Արմանի։
Նորից Արմանի։ Զույգ։ Նորից Արմանը պարտվեց։ Պատանիները մեծ ռիսկերի չեն գնում, որը հասկանալի է։ Դավիթ։ Արմանի։ Դավիթը նորից մրցում է Արմանի հետ, ինչպես Արփին։ Զույգ, թեկենտ Արման։ Զույգ։ Նորից զույգ։ Կարծես թե մեր մասնակիցները 1-ից եւ 2-ից բարձր թվեր չգիտեն կամ չեն ուզում։ Գայուշ։ Էլի Դավիթ։ Նորից Դավիթի հետ։ Գայուշը չի հանձնվում Դավիթի հետ պայքարում։ Դավիթ։ Զույգ, թեկենտ։ Կենտ։ Նորից մեկ միավորը մենք տեսանք, սա պետք էր հաշվարկել, որ լինելու էր այս խնդիրը։ Նորից մեկ միավոր Դավիթը ետ է վերցնում, Արման։ Գայուշ։ Շատ լավ։ Արմեջամոտի կարի։ Գայուշ զույգ, թեկենտ։ Կենտ։ Նորից ճիշտ պատասխան, Արփի։ Արմանի։ Շատ լավ։ Դեռ մենք չենք տեսել աղջիկների պայքարը միմյանց դեմ, մի քիչ մոտեցի Արփի ջան։ Զույգ թեկենտ։ Կենտ։ Դավիթ։ Զույգ, թեկենտ։ Զույգ։ Արփին եւս մեկ անգամ պարտվեց։ Գայուշ։ Արման։ Արմանի հետ է մտցում Գայուշը։ Զույգ, թեկենտ Արման։ Կենտ։ Երկու հատ քար հետ է տալիս Գայուշին։ Արման։ Գայուշ։ Արման ուզում է հետ վերադարձնել այն քարերը, որ կորցրեց, կամ ավելը վերցնել, կամ ավելի քիչ։ Այդ ամեն դեպքում նորից որոշեց մրցել Գայուշի հետ։ Զույգ, թեկենտ։ Կենտ։ Զույգ։ Արմանը գնաց վաբանք, արեց 4 հատ, Գայուշ քանի քար ունես դու։ Ունես դեռ քար 4-ից բացի։ Գայուշը դեռ խաղի մեջ է, Արմանը շատ խելացի քայլ արեց, 4 քար բարձրաձայնեց, Գայուշը ընտրեց կենտը և Արմանը վերցրեց 4 հատ քար Գայուշից։ Նշեմ, որ ես ասեցի, կամ նույնը կվերցնի, կամ ավելը կվերցնի։ Արփի։ Արման։ Արմանի հետ։ Արման զույգ թեկենտ։ Կենտ։ Արմանը ճիշտ է խաղում, Արփին չի փոխում իր ռազմավարությունը, անընդհատ անելով նույնը, որը մասնակիցներն արդեն հասկացել են։ Դավիթ։ Գայուշի։ Գայուշ։ Զույգ, թեկենտ։ Զույգ։ Կենտ։ Գայուշը եւս մեկ քար կորցրեց։ Գայ, դու նորից շարունակում ես խաղը։ Դավիթ քեզ հետ է մրցում։ Զույգ, թեկենտ, Դավիթ։ Կենտ։ Ես կարծում Գայուշը նույնպես ռազմավարական շատ լուրջ սխալ է սպային թույլ տվեց, որը Դավիթը ճիշտ օգտվեց։ Արման։ Գայուշ։ Սա կարող է լինել շատ վճռորոշ պահ Գայուշի համար։ Զույգ, թեկենտ։ Կենտ։ Օպա։ Ճիշտ էր։ Արփի։ Դավիթ։ Արփին նորից Դավիթի հետ է մրցում։ Զույգ թեկենտ։ Զույգ։ Արփին այս անգամ հետ վերցրեց մեկ քար Դավիթից, մոտեկիկ։ Դավիթ։ Գայուշի։ Շատ լավ։ Զույգ, թեկենտ։ Զույգ։
զույգեր, չտեսա ես։ Հոպա, Գայուշը 3 քար նոր 1 եւ 2 քար է վերադարձած, նա խաղի մեջ է։ Գայուշ։ Դավիթ։ Գայուշը հետ է կանչում Դավիթին։ Բավականին լարվել եմ ես։ Ինձ թվում է մասնակիցները եւ հանդիսատեսը նույնպես, Գայուշ։ Զույգ թե կենտ, Դավիթ։ Կենտ։ Գայուշը վերադարձավ ամբողջովին խաղի մեջ, եւս 2 քար վերցրեց Դավիթից, Արման։ Գայուշ։ Արմանը նորից գալիս է Գայուշի դեմ մրցելու, Արման ջան մոտեցի։ Զույգ թե կենտ։ թե կենտ։ Զույգ։ Հոպա, Արմանը կորցրեց 4 քար, բայց ինձ դուր է գալիս, այն ինչ որ անում է Արմանը, ասեմ ավելին ամենաշատն է ինձ դուր գալիս, ինչ որ անում է Արմանը, նա ռիսկի է գնում եւ դա ընդհանուր առմամբ միշտ հաջողության գրավական է, եթե նույնիսկ դու այս դեպքում չհաղթես։ Նենց որ Արման ջան, ես ասեմ որ գովում եմ քեզ, Արփի։ Արման։ Արփին վճռական որոշեց Արմանի դեմ խաղալ։ Արման, զույգ թե կենտ։ Զույգ։ Արփին ինչպես երկրորդ սերիայում Կարոլ Լևից չէր հրաժարվում, նույնպես չի հրաժարվում մեր մեկական քարից, Արփին շատ ստաբիլ է։ Դավիթ։ Գայուշ։ Դավիթը վերադառնում է Գայուշի մոտ, որպեսզի փորձի ետ վերցնել իր քարերը։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Կրկնում եմ, որ հաճախակիորեն լինում են ռազմավարական սխալներ, այս անգամ էլ Դավիթը այդ սխալը թույլ տվեց։ Գայուշ։ Դավիթ։ Գայուշը նորից Դավիթի դեմ է մրցում։ Դավիթ, զույգ թե կենտ։ Զույգ։ Կենտ 3 քար։ Վերջապես Գայուշն ռիսկի գնաց, Դավիթի մոտ քար չկար, Դավիթի մոտ ընդամենը մեկն էր, մենք շնորհավորում ենք մեր սունեցի փոքրիկ հսկային Դավիթը շատ նպատակասլաց տղա է, շատ։ Դավիթը ինչ հնարավոր էր հաղթել էր Օտմարցինա ընկերության կողմից Քեյթ, հաղթել էր 2 միավոր հաջողության պատից, մտել էր եզրափակիչում չէր պարտվել, հավասար հաղթանակ տոնելով, հասել էր դեպի սուպեր ֆինալ։ Մենք շնորհավորում ենք Դավիթին, Դավիթի ընտանիքին ու այս գավաթը, որը 4-րդ հորիզոնականի գավաթը Դավիթինն է։ Ես կուզեմ եկեք շնորհավորենք Դավիթին։ Եկեք շնորհավորենք Դավիթին, եկեք մենակ մի թողեք։ Եկեք, դուք արդեն ստեղ եք։ Բայց հիմա հպարտորեն ուզում եմ մի հատ այն կողմ գնացեք Դավիթը գավաթը մի հատ բարձրացնի, մի հատ 4-րդ հորիզոնականի գավաթն է, մի հատ բարձր ծափարություն։ Ես ուզում եմ ամբողջ լրջությամբ ասեմ, որ Դավիթին հենց սկզբից եմ շատ սիրել ու շատ ափսոսում եմ, որ ամեն դեպքում շուտ դուրս եկավ, բայց նաև ուզում եմ ասեմ յուրաքանչյուրիդ համար կափսոսամ, դու յուրաքանչյուրդ էլ արժանի եք։ Գայուշն էր ընտրել Դավիթին, Արման քո երթն է։ Արփի։ Շատ լավ։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Արփին շատ վճռական էր տրամադրված, Արփի։ Արման։ Նորից շարունակվում է մոտեցեք ինձ, աղջիկները դեռ միմյանց դեմ չեն մրցել։ Զույգ թե կենտ։ Զույգ։ Անդավաճան Արփին իր սկզբունքներին եւս մեկ քար վերցրեց Արմանից։ Գայուշ։ Արման։ Ռուսերեն այսպեսի խոսք կա, ժենսկե սոլիդարնոց, երեխաների դեպքում չգիտեմ ոնց է դա կոչվում։ Գայուշ։ Արման, զույգ թե կենտ։
Կենտ։ Մեկ քար վերցրեց Արմանը հետ, Արման դու ես որոշում։ Գայուշ։ Գայուշ, զույգ, թե կենտ։ Կենտ։ Զույգ էր, երկու հատ քար էր։ Խնդրեմ ձեռքը բաց պայեք, որպեսզի օպերատորները ֆիքսեն։ Արփի։ Արման։ Հասկացանք։ Դա չեմ կարող ասել, օգնում է Արմանին, թե վնաս է Արմանի դեմ, դա վերջում կերև է։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Ասա Արման բրցելի։ Գայուշ, Արման հասկացանք։ Արդեն Արման ջան, դու մնա, դու մի գնա։ Դու կարող ես մնալ, աղջիկները զուտ գնան, տեղերով փոխվեն։ Ոնց հասկանում եմ, այդպես են որոշել։ Գայուշ։ Արման։ Զույգ թե կենտ։ Զույգ։ Նորից Արմանը ճիշտ գուշակեց։ Դու մնա Արման ջան, հա, դու ճիշտ տեղում ես կանգնած։ Արփի, զույգ, թե կենտ։ Կենտ։ 4 քար Արփին պետք է տա Արմանին։ Ես մի հատ ինքը շոշափեմ։ Մի հանի, ես գնամ։ Արփի դու ես։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Սերներս Արփին այդպես էլ չփոխելով իր ռազմավարությունը միջև վերջ, ֆանտաստիկ Արփին գրավում է մեր նախագծում երրորդ հորիզոնականը։ Երրորդ հորիզոնականը շատ հատուկ է, սիրելիներս, ես ուզում եմ բարձր ծափարենք, բարձր ծափարությունն է։ Մատ այսպես պահի, նայ, քո հուզվելն ու լացելը բոլորը սպասում էինք, թե հաղթելուց, թե պարտվելուց, ամեն դեպքում։ Նաև ասեմ, որ մի առավելություն կա երրորդ հորիզոնականից սկսած բոլոր մասնակիցների համար, դուք նաև ունեք նվեր։ Նվերը մեզ համար պատրաստել է Պեչոկ ընկերությունը, մենք իր համեղ թխվածքաբլիթները կերանք եւ հիմա էլ նաև իրենց կողմից դու ունես պլանշետ։ Ինքը քեզից թվում է մի քիչ տրամադրություն ավելի կբացի։ Շնորհավորում ենք այս մեծ պլանշետը քոնը, մի հատ Արփիներ շնորհավորենք։ Արման ջան, դու մնաս տեղ, դու կանգնի, աղջիկները թող, արի Արման ջան, արի Արմանի մոտ, աղջիկները դուրս են եկել եղբորը դեմ։ Շատ լավ, ճամբարը հուզվում է, ուրախանում է, լացում է, բայց մենք Արփին, դու քանի տարեկան էր։ 12, Արփին այս քարակի մեջ ամենափոքրն է, 11-ամյա Արփին գրավում է Arm Games ճամբարի երրորդ հորիզոնականը եւ այս գավաթը տանում է տուն։ Եվ նաեւ Պեչոկ ընկերության կողմից տրամադրված պլանշետը, ապրես, կենա սիրունես։ Իսկ դուք համեցեք ամեն մեկը սիմու աչ ցախ կողմ։ Շատ լավ։ Նայեք, դուք երկուսը պատկերացնում եք, որևէ մեկը ձեզնից հաղթելու է։ Մյուսը գրավելու է երկրորդ հորիզոնական։ Երկուստ էլ ունեք շատ լավ նվերներ, այդ ուզում եմ իմանաք։ Երկուստ էլ ունեք գավաթ, երկուստ էլ ունեք պատմություն կերտած վիճակ, որովհետև Arm Games ճամբարի գավաթներից երկուսն են առաջի երկրորդ հորիզոնականը գալու է ձեր տուն։ Քանի որ վերջին Արփին էր, շարունակում է Գայուշը, դուք մնում եք մի տեղում, որովհետև ընդամենը երկու մասնակից է, շատ լարված, շատ վճռական պահ է, երկուսիդ էլ մաղթում եմ ուժեղ նյարդեր եւ դիպուկություն, որովհետև որոշակիորեն այստեղ կա նաև բախտի գործոնը, միշտ։ Գայուշ։ Կենտ թե զույգ։ Կենտ։ Զույգ։ Արման, պարկի մեջ գցի քարերը, միշտ պարկի մեջ ես գցում, պարկից ես հանում։ Գայուշը պահել է երկու քար, Արմանը չկրահեց եւ Գայուշը Արմանից վերցրեց երկու քար։ Արման։ Զույգ թե կենտ։ Զույգ։ Օպա։ 4 քար, Գայուշը ճիշտ կրահեց։ Գայուշը վերադարձել է խաղ։ Գայուշ բաժինը քոնն է։ Հիմա պետք է հասկանան Գայուշը կգնա ռիսկի,
թե դել, թե դեռ կգնա կամաց, դա նրա որոշումն է։ Բայց այդտեղ կարևորը Արմանի որոշումն է լինելու, զույգ, թե կենտ։ Գայուշ։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Կենտ, ճիշտ էր։ 3 քար էր պահել Գայուշը։ Գայուշ, զույգ, թե կենտ։ Կենտ։ 1 քար էր պահել Արմանը, որը գուշակեց։ Գայուշ։ Շատ լարված պահ, շատ լարված պահ։ Զույգ թե կենտ։ Եվ վճռորոշ։ Զույգ։ Նորից 1 քար, նորից 1 քարը վերադարձվում է։ Արման, լարվել են մասնակիցները, թե Արմանը, թե Գայուշը շատ լարված են, դա զգացվում է։ Նրանց ձեռքը անընդհատ դողում են։ Իրականում ստեղ այդքան կարևոր չի, թե քանի քար է պահում մասնակիցը, այլ թե զույգ է, թե կենտ։ Զույգ, թե կենտ։ Կենտ։ 5 քար էր պահել Արմանը եւ Գայուշը կռահեց։ Շատ լարված պահ է։ Արմանը շատ մեծ ռիսկի էր գնացել, ինձ դուր է գալիս միշտ Արմանի մոտեցումները խաղի։ Հիմա Գայուշը պետք է որոշի զույգ, թե կենտ։ Զույգ թե կենտ։ Արման, զույգ, թե կենտ։ Կենտ։ Արման այստեղ զույգ էր, 4 քար էր։ Արմանը 4 քար վերադարձնում է Գայուշին։ Արման, քո հերթն է։ Զույգ թե կենտ։ Կենտ։ Գայուշը շատ վստահ ասեց կենտ։ Գայուշ։ Սա կարող լինի խաղի ավարտ, սա կարող լինի խաղի շարունակություն, շատ բան կախված է լինելու, թե ինչ կպահի Գայուշը եւ ինչպես կպատասխանի դրան Արմանը։ Զույգ թե կենտ։ Եվ այսպես, Արման։ Կենտ։ Տիկնակ եւ պարոնայք, անգենց նախագծի ճամբարի հաղթող է ճանաչվում Գայուշը։ Նախ ես շնորհավորում եմ Արմանին, ով ֆանտաստիկ ուժեղ տղա, որը նաև ֆանտաստիկ համարձակ տղա է։ Նախ ես ուզում եմ Արմանին եկեք շնորհավորենք։ Մենք ունենք Արմանի համար նվեր։ Չնեղվես։ Չեմ նեղվում։ Լավ, նա ստեղ էմոցիաները թող նկարենք, հետո ես նվերները կտամ։ Ամենը։ Լավ, ես հասկանում եմ բոլորիդ էմոցիաները, բայց շատ հրաշալի է։ Ես ուրախ եմ, որ Գայուշը նաև անպայման շնորհավորեց Արմանին։ Արման ջան, Պետչոկ ընկերությունը ինչպես մեր 3-րդ հորիզոնական արտի համար, այնպես է նաև քեզ համար այս պլանշետն է պատրաստել։ Ես շնորհակալություն եմ հայտնում Պետչոկ ընկերությանը, շնորհավորում եմ քեզ, շնորհավորում եմ քո ծնողներին, քո ուժեղ, քո կենսաբան աշխարհի որ ուսուցիչ։ Արմանի կենսաբանության ուսուցչուհի թե ուսուցիչ էր։ Ուսուցչուհուն ենք շնորհավորում, հրաշալի կենսաբանություն գիտի։ Արմանը ֆանտաստիկ արդյունք է ցույց տվել։ Ամբողջ ճամբարում Վարդանի հետ միասին քոչեր են գրավել առաջին հորիզոնականը, իսկ արդեն սուպերֆինալում գրավեց երկրորդ հորիզոնականը։ Բացը ծափարում ենք եւ Arm Games ճամբարի հաղթող է ճանաչվում, ճիշտ ասած մեր մոտ տենդենց է, որ սենց հատուկ նախագծերում միշտ հաղթում են աղջիկները, ինչ որ չգիտեմ ինչի այդպես, շատ հմայիչ մարդ, որը թաքուն հասավ եզրափակիչ, թաքուն չէ իրականում, բավականին լավ, բայց Գայուշը տարբերվում էր իր շատ լուրջ հմայքով, բայց նաև նա այս մեծ գավաթը, սիրելիներս, ուզում եմ բարձր ծափարենք, տանում է տուն, որովհետև նա հաղթողն է։ Դեռ չենք ավարտում, գնում ենք հիմա ճամբարի մեծ տարածք, որտեղ օտոմարտինան բոլորի համար ունի նվերներ, սիրելիներս, բայց մենք չենք կարող հաղթողին չտալ այն նվերը, որը սպասվում է հաղթողին։ Դու տուն աղբերներ ունես, չէ՞։ Եվ իհարկե մեր մշտական նվերներից մեկը, որը բաղձալի է բոլոր պատանիների համար, Գայուշը տուն է տանում PlayStation 5։
շնորհայս բարևում եմ քո աղբերներին, էլի։ Պլեյստեյշն արդեն Երևանում կգա ձեր տուն, իսկ մենք տեղափոխվում ենք դեպի մեզ տակ։ Շնորհավորում եմ բոլորիս ելներով։ Քանի որ ավարտվել է ճամբարը, Օտմարցինա ընկերությունը այս 3 փաթեթները ցույց տվեք, էլի 3 բայց ինձ մի ծածկեք։ Այս փաթեթները ձեզ թե ճանապարհի համար, թե տան համար, թե ձեր ընտանիքի համար, մենք իրականում վայելեցինք, ասեք որ վայելել ենք երեխեք։ Վստահաբար ասում եմ, որ մեր ճամբարների սկիզբը դրվեց, վստահ եմ, որ բոլորը գոհ են, ես որ շատ գոհ եմ։ Սիրելիներ, դե ինչ ավարտվեց Arm Games Reality ճամբարը, կհանդիպենք։